Այս պահին գտնվում ենք ԱԱԾ-ի շենքի դիմաց։ Կարեն Քիփելյանը ակցիա է իրականացնում։ Պարոն Ձերժինսկին է և լյուստրացիա ենք պահանջում։ Ացի աշխատումները հազիմ են բարը ձեզ շատ բարի շնորհակալություն Մեկնաբանություն ունեք, պարոն Քիփելյան։ Այս ակցիան նվիրված է ամսի դեկտեմբերի 20-ին, որը նշվում է ԿԳԲ-ի օրը, հիմնադրած հիմնարկից, որը մեր երկրում ինքը մինչև հիմա դա ակտուալ իրականություն է։ Ինքը հանդիսանում է ռուսական ԿԳԲ-ի ուղիղ գրասենյակը, այլ ոչ թե։ Եվ հիմա ակցիայի նպատակն է լյուստրացիան, որով տեղի պետք է ունենա անպայման այդ բարեփոխումները, առանց այդ լյուստրացիայի չի լինելու Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը։ Այդ լյուստրացիայի շնորհիվ է տեղի ունենալու այս ամբողջ իրականությունը։ Երկար տարիներ ԱԱԾ-ն ինչով է զբաղված եղել, տվյալ օրվա իշխանության քմահաճույքները բավարարելու, կնիկ օլիգարխիկ համակարգի շահերի սպասարկում, տնտեսական, ֆինանսական և այլն, զբաղվել է ներքին հարցերով, կեղեքումով, վաշխառությամբ և նմանատիպ գործողություններով։ Սա միակ երկու դառնում, որ պետք է տեղ ունենա միայն լյուստրացիա։ Եվ զարմանալի է, որ այսօր մեր իշխանությունները սպաներին ուղարկում են Ռուսաստան վերապատրաստելու ԿՍԲ-ի ակադեմիայում։ Այս ամեն ինչը գալիս է նրանից, որ տեղի չունեն մեր լյուստրացիան, այսինքն և քաղաքական, և ռազմական, և տնտեսական, և բոլոր ճյուղերը, որ այս հիմնարկը իր մետաստազներով տարածված է մեր պետության մեջ, ինքը կարիք ունի լյուստրացիայի առաջնային ասեմ, երբ որ ռուսները իրաց ամբողջ հարցերը տարան կողմնակցության փոխումից հետո, այս 30 տարվանից ավել ժամանակահատվածի ոչ մի հայտ չի արվել և կատարել են ամբողջ հետագծերը ռուսական շահերի կազմակերպություն մեր պետության։ Այսինքն քաղաքական բոլոր բաներն իրենց հաճախորդներն են, ոչ մի այլ չեն և նույնիսկ կողմը և այսպես։ Հաճանակ ԱԱԾ-ն երեք մի փաստաթուղթ հրապարակեց, մի կողմ թողնելով այդ փաստաթուղթի վիճահարույց լինելը և շատ այլ հարցեր, բայց այնուհանդերձ դա չի նշանակում, որ եթե կախվածություն ունենային ռուսական հատուկ ծառայություններից այդ փաստաթուղթը չէր։ Նույն ձևի եղել է դրոյի գործը Լևոն Տեր-Պետրոսյան դաշնակցություն ապամարտության, հանկարծ ռուսները տակից տալիս են այս կամ այն կողմին, կամ իրենց հենց կողմին, այսպես ասած, փուռն են տալի, մյուսի հաղթանակի ակնկալիքով, այսինքն նրանք երկու կողմիները մանիպուլացնում են։ Դա հենց նրանց դրա մեջ է կայանում, ոչ թե նրա համար, որ եթե լուսաբանում են, թող բոլորը լուսաբանում, ոչ թե այն ինչ-որ հաճե է այսօրվա իշխանությունը։ Հիմա ձեր ակնկալիք այս ակցիայով լյուստրացիա, միանշանակ արմատական բարեփոխում։ Նայեք, ասեք, ես 5 տարի կյանքի 20 տարուց ավել ժամանակահատվածում զբաղվել եմ բիզնեսով, միլիոններով փող եմ աշխատել, ինձ կեղեքել եմ։ Հարցը բարձրացել է, գնացել է դատական համակարգում և բավականին վերջերս նոյեմբերի 25-ին ինձ 200,000 դրամ բարեկամ փոխհատուցում են տվել Հայաստանի հարկատուների հաշվին, բայց ոչ ոք չի պատասխանել, ոչ ոք պատասխանում չի գնում։ Այսօր այդ հանցագործները ստեղ աշխատում են։ Այսօր մեր պետության հաշվին մենք պահում ենք քաղցկեղ։ Այդ քաղցկեղը պետք է քիմիայի ենթարկվի, ճառագայթման, չգիտեմ, լյուստրացիա, որը որ պետք է փոփոխի։ Բայց հիմա կարծեք ներկայիս գործող տնօրենը Ռուսաստանի չի սովորել
եթե չեմ սխալվում։ Կապ ինքը միջև ունի արմատական փոփոխություն, ով որ մտավ, ես էլ դուք որևէ մեկը մտնի ես համակարգ, ինքը լինելու է ժամանակակի աշխատողը, գործիքը, ինքը չի ունելու անկած ինչ-որ բան, հարկեր, պետք է լինի քաղաքական որոշում, քաղաքական, հենց այնօր որ քաղաքական որոշում կայացավ, լյուստրացիա այս խախտերի, այդ օրվանից սկսել է իրական անկախություն Երեք վերջանը գրված է անգլերեն, լատիներեն եւ հայերեն։ Պատրված դիմակներ եւ Լիբիի ամանի մեջ Ֆելիքս Ձերժինսկու, որ իրենց հոգե հապահայրիք է համարում։ Եթե չեմ սխալվում, Ձերժինսկու ակցանը մինչև հիմա կա։ Ես ինչքան շատ են տարբերել, ես միշտ տեսել եմ իրանց կաբինետում նկարել։ Զարմանալու բան չկա, իրանք միշտ պատտանում որ դիմակը դա է ինչքան է բացատրում ես, որ ցանկացած գործություն կունենա հաղթանակը։ Այնուամենայնիվ իրանք մենտալիտետով, աշխարհայացքով եւ բանով չեն ընդհանրապես կապ ունեն Հայաստանի հետ։ Դու նկարի։ Բնական է, որ երեկվա սլիվն էլ որ եղել է, յանում եզրասնա, յանում չէ, ես հավատում եմ, որ կարա լինի, բայց փաստ է, որ լյուստրացիա չի կատարվել, այլ ընդամենը բացահայտվել է անձ, որը կարա լծակ հանդիսանա այս պահին կաթողիկոսին ճնշելու նկատմամբ ճնշելու գործիք դառնա։ Ուստի կարող էին օրինակ եթե կեղծեն միանգամից կաթողիկոսի վերաբերյալ, բայց կեղծիքը եղել է եզրասի։ Բայց հարց լյուստրացիա եղել է, հրապարակում եք քպեականներ, որոնք ուրախ փաստաթուղթը տարածում եք այսօր, ամբողջ ցուցակով հրապարակեք, կարակ ամբողջ ցուցակով, չեք կարա, որտեղ դուք այդ ցուցակներում եք, պարզ եւ հասարակ։ Ոստիկանությունը եկավ հիմա ինձ թվում է խոչընդոտելու է մեր ակցիային։ Ես նկարիչ եմ, Բարի Շուտելյանն եմ, նկարիչ Քաղաքացիներ են, ինքն էլ է քաղաքացի, Նարեկը Կիրակոսյան ժողովրդի մեր պետության համար առնուց Կար ասում եմ նայ, այն օրը վախ ճանա ասում եմ, ոնց ես վերաբերվում, որ երեք եզրասի վերաբերյալ են մենակ փաստ ներկայացրել, կարծում ես իրանք ցուցակը ունեն թե չունեն։ Ինչքան տալիս են, ռուսները երկուս են տերերն են, երկուսից ում ուզում են փուրն են տալիս, ինչպես Ադրբեջանում արեցին, ինչպես Սիրիայում արեցին, ես զարմանում եմ մարդկանց, որոնք դեռ հույս են կապում ռուսները։ Շնորհակալություն, կարծես թե լոյալ է ոստիկանությունը ակցիան համարում են կայացած եւ բողոքը շարունակվում է հենց վերջին հրապարակումից վերջին բացահայտումներից հետո պարտադիր կերպով պետք է պահանջել լյուստրացիան դա բոլոր գործակալների բացահայտումն է։ Մեր երկիրը Հայաստանի Հանրապետությունը չպետք է ունենա օտար գործակալներ, որոնք ազատ գործում են երկրում, ավելին զբաղեցնում են պաշտոններ։ Իսկ դա բոլոր բանական մարդկանց համար ակնհայտ է, որ համակարգը, խորհրդային համակարգը վերածվել է ռուսական համակարգի եւ գործում է եւ շարունակում է մինչեւ այսօր։
Ես չեմ հասնում։ KGB-ն եւ սովետական բարքերը պետք է վերանան։ Շնորհակալություն, պարոն Քուփելյան։ Իսկ այս առարկաները Իրանք են տալի, իրանք համար տալի։ Ես իրանք համար եմ արել։ Այս հաշվը Արդեն իսկ տարին սվազանվել է, ես վերջացրել ինձ ավարտել։ Ռադիոս համապարի։ Կարեն Քուփելյանին հիշում ենք վերջին անգամ Ռուսաստանի դեսպանատանը տեխնիկներով տորտ նվիրելու եւ «Սպասիբա Ռոսիա» խոսքերով, նշելով բոլոր հանցագործությունները, որ Ռուսաստանը թույլ է տվել Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Եվ կհիշեք նաեւ Ֆարսի պայմանագրին նվիրված ակցիան, որը նույնպես ընդգծում է Ռուսաստանի դավաճան լինելը Հայաստանի Հանրապետության վերաբերյալ։ Եվ այդ ամեն ինչի հիմքում է իհարկե KGB համակարգը, որը այս պահին Ռուսաստանում ՖՍԲ է կոչվում, իսկ Հայաստանում ԱԱԾ է կոչվում, բայց այնուամենայնիվ դա նույն բարքերն են եւ նույն համակարգն է, որը կեղեքում է եւ չի թողնում Հայաստանի զարգացումը։ Եվ միանշանակ այսօր մեր կառավարության մեջ բազում ԱԱԾ գործակալներ, ովքեր ուղիղ ենթակայության տակ են ռուսական իշխանությանը, անձամբ Վլադիմիր Պուտինին։ Եվ մինչև մենք դրանից չազատվենք, չի փոխվելու երկրում ոչ մի բան։ Շնորհակալ եմ, լավ մնացեք, մի հատ շնորհակալություն Քուփելյան Կարենին։ Աղբիտեղը աղբամանն է։ Շնորհակալություն, պարոն Քուփելյան։